Ռուսաստանը պատրաստ է բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ, հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում։ Ռուսաստանի արտգործնախարարը այսօր Երևանում հաստատեց, հավելեց, Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։ Արդյոք մենք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Միրզոյանը ցանկանում է ուղիղ պատասխանել՝ ոչ։ Մեր պարտավորությունները եւ իրավունքները եւ մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, ավերացված են եւ դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգությունները այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ եւ ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է։ Նախարարը հիշեցրեց, որ Երևանը բավարարված չէ ՀԱՊԿ-ի արձագանքով շատ կոնկրետ իրադարձությունների վերաբերյալ եւ Հայաստանը սառեցրել է գործունեությունը կառույցի շրջանակներում։ Իսկ ըստ Լավրովի Ռուսաստանն իր հերթին շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ։ 2022 թվականին Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ ինչու ռուսական կողմից չեղավ համապատասխան արձագանք, լրագրողներն են հետաքրքրվում։ Լավրովն ասում է, ռուս դիտորդների տեղակայման վերաբերյալ փոխհամաձայնության չեն եկել։ Հետո արդեն 2022-ի նոյեմբերին հայտարարվեց ԵՄ առաքելության մասին եւ Պրահայում էլ հայտարարվեց Ղարաբաղի պատկանելության մասին դիրքորոշումը։ Դա բավականին անսպասելի էր, որովհետեւ 2020 թվականի նոյեմբերին թեժ մարտական գործողությունների ընթացքում, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ խմբագրեց հրադադարի մասին համաձայնագրի տեքստը, այդտեղ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը գիտակցաբար փակագծերից դուրս էր թողնվել, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Միրզոյանն էլ իր հերթին է պատմում Ջերմուկի այդ իրադարձությունների դիվանագիտական ընթացքի մասին։ 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին եւ Ադրբեջանին։ Հայկական կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկություններին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Եվ ապա սեպտեմբերին արդեն առաջի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների խախտումը, իհարկե մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին եւ Ռուսաստանի Դաշնությանը ուղիղ որպես երկկողմ դաշնակից եւ նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին գործողությունները, որոնք դրանք հետևեցին, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար։ Լավրովը եւս մեկ անգամ շեշտեց, Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ մեկը չի կարող Ռուսաստանին հանդիմանել, քանի որ գրեթե 2 տասնամյակ Ռուսաստանի ղեկավարները Պուտինն ու Մեդվեդևը քայլեր են ձեռնարկել, առաջարկներ ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Հայաստանի առաջին ղեկավարներից որևէ մեկը երբեք չի առաջարկել Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ասում է Լավրովը, արձագանքելով դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտագործած զենքի մեծ մասը եղել է ռուսական եւ բելառուսական։ Նա ընդգծում է, թե անկախացումից հետո տարիներ շարունակ Հայաստանն օգտագործել է ռուսական զենքը, այդ թվում 7 շրջանների գրավման նպատակով։ Ռուսական զենքն օգտագործվել է 7 ադրբեջանական շրջանների գրավման համար եւ այնտեղ ամրաշինական ու ռազմական գծերի կառուցման համար, որոնք ցույց են տալիս, որ հաշվարկն այդ տարածքների երկարաժամկետ պահպանումն էր։ Որոշ վերլուծաբանների գնահատմամբ այդ ամրաշինական կառույցների բնույթը ցույց է տալիս, որ դրանք երբևէ չեն էլ պլանավորվել վերադարձնել Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է Հայաստանին ռուսական զենքի իրականացված մատակարարումներին, Լավրովի խոսքով այդ հարցն այսօր քննարկվել է։ Այն կարգավորված է, վճարումները վերաուղղորդվել են այլ նպատակներով։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։